Հոսանքի գինը չի իջնի։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է առաջարկը։ 5 ամիս առաջ հունիսի 6-ին մենք ՀԵՑ-ի անունից դիմել ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին հոսանքի գինի իջեցնելու առաջարկով 3.6 միլիարդ դրամի չափով, քանի որ համակարգի խնայողությունների եւ կորուստների նվազ լինելու արդյունքում առաջացել էր դրական հաշվեկշիռ։ Մենք կապվեցինք ՀՑԿՀ-ի հետ, պարզելու թե ինչու է մերժվել առաջարկը։ Էլեկտրաէներգետիկական համակարգում կայուն սակագնային քաղաքականություն ապահովելու համար անհրաժեշտ է վերանայել ամբողջ տարվա կտրվածքով։ Իսկ Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը դիմել էր հանձնաժողովին գրությամբ եւ առաջարկել էր փոփոխություն կատարել 6 ամսյա կտրվածքով վերանայել ՀԵՑ-ի սակագների հաշվարկը։ ՀԵՑ-ի նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը համաձայն չէ այս տեսակետին։ Նրա խոսքով ՀՑԿՀ-ի պատասխանը փաստացի զրոյական է եղել, իսկ քննարկվող առաջարկը արվել է դեռ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից առաջ։ Իսկ սակագինի իջեցնելու գործընթացի ձգձգելու պատճառը նոյեմբերի 18-ին լիցենզիայի ձրկելն է։ Ինչ որ իրենց մտքում ունենալով այսպիսի սցենար, որպեսզի իրենք փորձեն դա անել եւ վերագրել իրենց, կամ երկրորդը եղած գումարով կարողանան ընդամենը զսպել սակագնի աճը։ Գնիչեցման հարցում ՀԵՑ-ի նախկին ղեկավարները չեն նահանջում։ Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, գցելով նրանց այսօրվա հայտարարությունը եւ կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը եւ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, ինչպես իրենք են նշել վերը մեջ բերված հայտարարության մեջ, իջեցրու սակագինը պարոն Մեսրոպյան։ Հոսանքի սակագինը կարող էր նվազել շուրջ 1 դրամով, եթե ընդունվեր ՀԵՑ-ի առաջարկը։ Տվյալները ցույց են տալիս, որ համակարգում ձևավորված հաշվեկշռի շեղումը հասնում է ավելի քան 6 միլիարդ դրամի։ Առաջին նամակում հանձնաժողովի նախագահը նշում է, որ ձեզ մոտ 3.6 միլիարդ է, բայց ընդհանուր համակարգում 8.8 միլիարդ է։ Այսինքն, եթե նույն 6 ամսվա շարունակականով գնանք, մոտավորապես 18 միլիարդի կարգի, 17.6 միլիարդ այսպես խնայողություն է լինում։ Ըստ էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյանի, Հայաստանում ներկայությամբ չափազանց բարդ է էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, քանի որ նախ ունի ավելցուկային հզորություններ եւ արտահանման լուրջ սահմանափակումներ։ Այդ ամբողջ համակարգը ապահովելու համար, որպեսզի այն ունենա բարձր օգտակար գործողության գործակից, այդ համակարգը պետք է ավելի շատ արտադրի, բայց քանի որ սպառումը քիչ է, արտահանումը սահմանափակ է, արտադրանքը հետեւաբար ՕԳԳ-ն համակարգի ցածր է, բայց համակարգի անվտանգությունը, մոդեռնիզացիան պետք է ապահովել։ Այդ ապահովումը ուրեմն հավուր պատշաճի իրականացնելու համար ներգրավում են միջազգային վարկեր, որոնք առ այսօր շարունակում են ներգրավել։ Վարկային միջոցներ, որոնց սպասարկումը ստեղծված կոնֆիգուրացիայում հնարավոր է դառնում բացառապես սակագների բարձրացման միջոցով։ Վահե Դավթյանը նշում է, Հայաստանի տնտեսությունը խարսխված է ոչ այնքան էներգատար հզորությունների վրա, 50-ից ավելին առևտուրն ու ծառայություններն են։ Մոդեռնիզացվեց հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկը եւ դրան ուղղվեց մի քանի տարի առաջ պետական բյուջեից վարկ 60 միլիարդ դրամի չափով։ Աշխատանքները ավարտված են, ԱԵԿ-ը գործում է, 2-րդ բլոկը գործում է։ Սակագնի վրա, որը մենք վճարում ենք այսօր, թե տնտեսվարողները, թե ուրեմն շարքային սպառողները, դա ուրեմն ունեցավ 2.5 դրամի չափով ծանրաբեռնվածություն, այսինքն պարզ ասած սակագինը բարձրացավ 2.5 դրամով։ Այդ վարկը ատոմակայանի մոդեռնիզացման ուղղված վարկը սպասարկելու նպատակով։ Ըստ փորձագետի ժամանակն է փոխել տրամաբանությունը, անցնելով սպառողական տնտեսությունից դեպի արտադրական մոդել։ Արդյունաբերության զարգացումն ու էներգետիկ դիվանագիտությունը Վրաստանի եւ Իրանի ուղղությամբ կարող են բարձրացնել համակարգի արդյունավետությունը եւ իջեցնել սակագինը։ Մոնիկա Հայրոյան, Ստեփան Տիգրանյան, Reopen Media։